Հերոստատեսության տարածքից ես կողմ 61 դպոց որ կա, ատերի սկսում էր համարյա միջև Սարիթաղի վերևի մասեր հասնում ու ցած իջնում է դեպի Չարենցի փողոց։ Նոր Քմարաշ վարչական շրջանի բնակիչը նկատի ունի անտառը, հիշում է հոյակապ անտառեր, երևի կլիներ մոտ 20 հեկտար եւ ավելի։ Մոռացրեց որ ընկավ ծառերը։ Այո, իսկ ճանապարհը որ գնում էր Տելեստուձա, ծառը ճանապարհը շատ սիրուն էր, երկու կողմից ծառեր էին, մեջտեղով ավտոյի ճանապարհն էր։ Ցիտիկներ են էլի, երևի աղվես բան եղած կլինի, մենք չենք տեսել, այսինքն ես մի անգամ տեսել եմ աղվես, բայց էլ չեմ տեսել։ Աղվեսները դեպի Սարիթաղի կողմից էին գալի մտում անտառ։ Համենայն դեպս շատ սիրուն մի հատ անտառ էր, մի արտակարգ Երևանը սիրունացնող ամբողջ անտառը կտրեցին։ Հետագայում այդ տարածքներից շատերը ապօրինաբար օտարվել են։ Նախաձեռնված իրավական գործընթացների շնորհիվ հողատարածքները վերադարձվել են պետությանը։ Հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով 7090 քառակուսի մետր հողամասը կառավարության մարտի 19-ի որոշմամբ ամրացվեց շրջակա միջավայրի նախարարությանը։ Շատ լավ լուր է, որ մենք Նորքում 50 հեկտարանոց հատված ունենք, որը կարող ենք անտառ դարձնել, այսինքն 50 գումարած 250, այդ նշանակում է, որ Երևանում ֆունդամենտալ խնդիր կարող ենք մենք լուծել։ 250 հեկտարը Դալմայի տարածքն է։ Նորքում անտառ կհիմնվի 50 հեկտար տարածքում, որի մի մասը պետական սեփականություն է, մի մասն արդեն իրավական պրոցեսներով վերադարձվել է պետությանը, մի մասով էլ դերդատական գործընթացները շարունակվում են։ Հովսեփյան փողոցի վերջին գույքի վերաբերյալ գլխավոր դատախազության հայցը դատարանը բավարարել էր 2025-ի մարտին։ Շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացված Երևան քաղաքի Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 7.5 հեկտար մակերեսով 6 հողամաս։ Հողերի նպատակային նշանակությունները փոխվում են, արդեն հողը դառնում է բնապահպանական, գործառնական նշանակությունն էլ անտառ։ Նորքի հողատարածքում նախատեսվում է հիմնել անտառ պուրակ։ Միջազգային գործընկերների հետ նախարարությունն աշխատում է, սպասում են հայտի պատասխանին։ Միջազգային գործընկերների հետ ենք բանակցում եւ մեր տեղի գործընկերների հետ, որպեսզի հնարավոր լինի այդ 50-ից ավել հեկտար տարածքը անտառ հիմնել եւ ամբողջ անտառապատ տարածքը վերադարձնել Երևանին։ Այդտեղ պետք է բավականին մեծ ներդրումներ կատարել, ռոռոքում անցկացնել։ Անտառ հիմնելու նախնական հաշվարկներ կան, բայց քանի որ նախատեսվում է քաղաքային անտառ պուրակ, նախագծային փուլում կգնահատվի, որքան ներդրում կպահանջվի։ Մենք ունենք մի քանի բնապահպանական ֆոնդեր, որոնց հետ համագործակցում ենք եւ ծրագրեր ենք ներկայացնում։ Մի ուղղությունը բնապահպանական ֆոնդերից ներգրաված միջոցներով ծախսերը անել եւ անտառը հիմնել, մյուս ուղղությունը տեղական տեղի գործընկերների հետ։ Քանի որ մենք գտնվում ենք COP17-ը Հայաստանում հյուրընկալելու նախաշեմին, մեզ համար շատ կարեւոր է նաեւ, որ մեր տեղական կազմակերպությունները, գործընկերները ներգրաված լինեն նաեւ բնապահպանական թեմաներում։ Ամեն ինչ անելու ենք, որ այս տարվա ընթացքում լինի, որ COP17-ի շրջանակներում էլ այդ անտառը հիմնենք։ Մթնոլորտային օդի մաքրման եւ Երևանին անտառածածկ տարածքները վերադարձնելու ուղղությունը ըստ Մեյմարյանի իրենց համար առաջնային է։ Ծրագիրը ըստ փոխնախարարի հերթով կիրականացնեն։ Սեղանին այժմ Նորքի անտառի վերականգնումն է Դալմայինը։ Ունեն նաեւ Լուբարաշենում անտառ հիմնելու նպատակ։ Քաղաքից նայում մեր մոտ սիրուն տեղ էր։ Հիմա էլ է սիրուն էլի։ Նորքը ցամաքի վրա մոտ կղզի էլի։ Մայա Խաչատրյան, Հովանես Քյոսեյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։